Ահա։ Շարունակում ենք առավոտ լուսոյում մենք չափազանց մեծ կարևորություն ենք տալիս հոգեբանական զրույցներին եւ պարբերաբար մեր եթերների ընթացքում անդրադառնում ենք տարբեր հոգեբանական թեմաների եւ այսօր էլ մի կարևոր թեմայով ենք խոսելու այն մասին, թե ինչպես է պետք արձագանքել, երբ երեխաները տարբեր տարիքներում սկսում են հարցեր տալ կորստի եւ մահվան մասին։ Այո, սա իրականում շատ կարևոր հարց է, որովհետեւ ես էլ եմ արդեն բախվում այս հարցին, այո, անկեղծ եմ ասում, որպես հայրիկ, եւ շատ ժամանակներում մեզ թվում է, թե մենք գիտենք այս բոլոր հարցերի պատմությունը, ինչ դժվարություն կա այդտեղ, բայց երբ որ ինքդ ես առնչվում ու բախվում այդ հարցին, հասկանում ես, որ իրոք շատ պատասխանատու եւ բարդ դրության մեջ ես հայտնվում։ Բայց մենք ունենք հրաշալի հնարավորություն այս բոլոր հարցերի պատասխանները լսելու եւ գտնելու, որովհետեւ մեր տաղավարում է ծնողի դպրոցը հասարակական կազմակերպության հիմնադիր եւ հոգեբան Լուսնե Աղաբեկյանը։ Բարի լույս։ Բարի լույս, Լուսինե։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ճիշտ է, առավոտյան մի քիչ բարդ թեմա է, բայց ամեն դեպքում մենք կփորձենք հնարավորինս թեթև ներկայացնել այն, որովհետև մարդկային կորուստները իրականում անխուսափելի են յուրաքանչյուր մարդու կյանքում, երեխաների կյանքում եւս, ու բնականաբար նրանց մոտ առաջանում են հարցեր։ Կա ինչ-որ հատուկ մոտեցում այս հարցերին արձագանքելու։ Իրականում անգամ եթե կորուստ երեխայի կյանքում տեղի չունենա, իր բնականոն զարգացման ընթացքում երեխան մահվան երևույթի հետ բախվում է, օրինակ փողոցում տեսնում է անշունչ կենդանիների մարմիններ, բնության մեջ տեսնում է ինչպես են տերևները թոշնում, ընկնում, այս երևույթի հետ անընդհատ բախվում է, թեկուզ հեքիաթներում, մուլտֆիլմներում, առօրյա խոսակցություններում մահանալ, մեռնել բառերը ինքը անընդհատ լսում է եւ սկսում է շրջանառել, ինչ որ պահի 5-6 տարեկանին մոտ նաեւ սկսում է այդ երևույթի հանդեպ հետաքրքրությունը մեծանալ եւ սկսում է այդ թեմայով հարցեր տալ։ Սա լավագույն տարբերակում, եթե երեխան չի բախվել հենց մտերիմի կորստի հետ, ուղղակի իր զարգացման ընթացքում եկել է այս թեմային։ Եվ ունենք իհարկե երկրորդ դեպքը, որը շատ ցավալի է իհարկե, եթե երեխան փոքր հասակում մտերիմի մահվան հետ է բախվում։ Ամեն դեպքում, երկու դեպքում էլ շատ կարևոր է, որ իր հետ խոսենք այս թեմայի մասին, որովհետև եթե անգամ մենք ինչ-որ դժվարություններ ու վախեր ունենք թեմայի հետ կապված, հասկանալի է, որ երեխայի մոտ դրանք էլ ավելի շատ կարող են լինել, այսինքն իր համար դա ինչ-որ անհասկանալի երևույթ է, եթե մեծը չբացատրի, շատ տագնապներ ու վախեր կառաջանան։ Բայց լավ, ոնց ճիշտ կլինի մեր դրսևորումը։ Օրինակ մոտեցել է ինձ տղաս եւ հարցնում է, որ ինչ է մահանալը։ Հաճախ, քանի որ սա տեղի է ունենում նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքում, 5, 6, 7 տարեկանում, մենք այս տարիքում տեսնում ենք, որ երեխաները շատ հեշտ են հասկանում, երբ մենք փոխաբերություններ ենք օգտագործում, համեմատում ենք ինչ-որ երևույթների հետ, քանի որ մահը կյանքի բնական մասն է, բնության մեջ մահվան երևույթը կա, այն միշտ կյանքին զուգահեռ է գտնվում, չէ՞, որտեղ կա կյանք, այնտեղ կա մահ, այս շղթան մենք տեսնում ենք բնության մեջ, մենք առաջարկում ենք հաճախ համեմատել հենց բնության երևույթների հետ, օրինակ, ջրի փոխակերպման գաղափարը կարող ենք օգտագործել կամ տարվա եղանակների հետ համեմատել, ասել օրինակ, տես բնության մեջ ինչպես է գարնանը, ինչ որ ծիլ սկսում է հողի մեջից դուրս գալ, կանաչել, աճել, այնուհետև ամռանը ավելի մեծանալ, պտուղներ տալ, որը որ մենք վայելում ենք, աշնանը քիչ-քիչ թորսնում է, գույնը փոխում է եւ ձմռանը ինչ որ պահի տերևները արդեն ընկնում են հողի մեջ, որից հաջորդ տարի գարնանը նորից նոր ծիլեր են դուրս գալիս։ Նույն ձև մարդու կյանքն է, երեխան ծնվում է, մեծանում է, աճում է, զարգանում է, իր գործունեության ինչ որ պտուղներ է տալիս, երեխաներ է ունենում, ստեղծագործում է, ինչ որ պահի աստիճանաբար իր ուժերը սկսում են անկում ապրել, ինքը ծերանում է եւ մահանում է, այնուհետև նորից նոր երեխաներ են ծնվում։ Այսինքն այս անվերջ շղթան ենք նաև փորձում ցույց տալ։ Նույն ջրի փոխակերպման գաղափարը այն մասին է, որ ոչինչ անհետ չի կորում, ջուրը պարզապես փոխակերպվում է, չէ՞, բարձրանում է անձրևի ձևով երկինք, այնուհետև կրկին բարձրանում է գոլոշու ձևով երկինք, անձրևի ձևով իջնում է ներքև։ Եվ մարդն էլ ինչ որ չափով այստեղ իր կյանքը ֆիզիկապես կարող է վերանալ, բայց մենք իր մասին հիշելով, իրեն մեր ներսում պահելով, կարծես իրեն փոխակերպում ենք ինչ որ մեկ այլ վիճակի։ Հին դասական ձևերը, այսինքն կարելի է փոխարինել դրանք, որ ժամանակի մեզ ասում էին ուր է պապիկը երկնքում։ Կարող ենք ասել այս ալեգորիկ մոտեցումները լավ են, թե ոչ որպես պատասխան, երբ ասում ենք որտեղ է երկնքում է կամ
Լավ կլինի, քուն է մտել։ Լավ կլինի, որ այս բացատրությունը տանք, հետո կարող ենք ասել օրինակ, եթե մենք հավատում ենք օրինակ, հա, որ կա դժոխք, դրախտ, օրինակ, մենք կարող ենք ասել, այո, ինքը երկնքում է, բայց այստեղ շատ կարևոր է չասել, ինքը երկնքից մեզ նայում է, ինքը մեզ անդադ լսում է, որովհետև դա շատ կարող է սրել երեխայի տագնապը։ Պատկերացրեք, ինչքան դժվար է իրավիճակը, որ դու ամեն պահի մտածում ես, որ քեզ վերևից հետևում են, քեզ ամեն պահի ամեն տեղ տեսնում են։ Երևի թե դրախտ դժոխք առանձնացման եւ այդ դրա մասին էլ չարժե, չէ՞, այդ տարիքում խոսել։ Սա շատ կախված է ընտանեկան արժեհամակարգից, ընտանիքի հավատքից, ընտանեկան մոտեցումներից։ Ամեն դեպքում լավագույնը հենց բնության երևույթների հետ համեմատելն է, քանի որ քնի մասին խոսեցիք, կուզեի շեշտել, որ չարժի քնի հետ համեմատել, որովհետև քնի հետ համեմատությունները հենց սովորական քնած մարդկանց եւ քնելու հետ կապված վախեր են հաճախ առաջացնում։ Ուստի այստեղ այս տարբերակումը կարևոր է մտցնել։ Իսկ երկրորդ տարբերակով, երբ որ երեխան է հենց բախվում կորստին, այդ ժամանակ ինչպես Շատ կարևոր է մենք հասկանանք ինչ ինքը արդեն գիտի մահվան մասին։ Եթե ինքը ինչ-որ պատկերացումներ ունի, այսինքն մենք արդեն իրեն հետ խոսել ենք, բացատրել ենք, բնության երևույթների հետ համեմատել ենք, ինքը ընդհանուր գաղափար ունի, արդեն պարզապես կարևոր է ասել ճիշտը, տալով նաև որոշակի աջակցություն այդ փուլում։ Հա, այստեղ արդեն ուղղակի ասում ենք, որ հարազատը մահացել է, ցավոք մենք իրեն արդեն տեսնել չենք կարող, այստեղ անդառնալիության պահն է կարևոր շեշտել, որպեսզի երեխան չսպասի, որ մահացածը վերադառնալու է։ Եվ արդեն օգնել, որպեսզի ինքը հրաժեշտ տա, հա, հրաժեշտի ինչ-որ արարողություն մտածել, եթե փոքրիկ է մինչև 5-6 տարեկան խորհուրդ չի տրվում հենց ուղարկավորման արարողություններին ներգրավել, բայց կարող ենք օրինակ իր հետ միասին նամակ գրել, նկար նկարել այդ մարդու համար, օրինակ փուչիկ բաց թողնել երկինք, ինչ-որ սիմվոլիկ ձևով հրաժեշտը կազմակերպել եւ հետո նաեւ աջակցել երեխային։ Բայց երևույթը իր անունով են կոչում, այսինքն ասում ենք մահացել է եւ բացատրում ենք ինչ է նշանակում մահանալ։ Այո, հենց մահ բառը օգտագործելը շատ կարեւոր է։ Իրականում նաև այս վերջերս մենք մի գիրք ստեղծեցինք, որի մեջ փորձում ենք այս բոլոր գաղափարները տալ։ Այո, այդ գիրքը այստեղ մեր առջև է ու հենց իմաստը նրանում է, որ երեխան ինքը թերթելով փորձի մահվան երևույթի հետ ծանոթանալ եւ իր պատկերացումները ծնողի հետ քննարկի։ Ինչպես է կոչվում։ Այստեղ կա նաեւ ծնողի ուղեցույց, կյանքի անվերջ շղթա է գիրքը կոչվում, որը ունի նաեւ իր հետ ծնողի ուղեցույց, որտեղ ներառել ենք 10 հարցեր, ինչպես խոսել, ինչ ասել, ինչ չասել, երբ խոսել, հա, այս հարցերին ենք անդրադարձել, իսկ հենց ինքը գիրքը պատկերազարդ է, որտեղ այս նույն գաղափարները, բնության հետ համեմատությունները եւ այլն մենք փորձում ենք տալ, բայց շատ կարեւոր է, որ երեխային ծնողը մենակ չթողնի գրքի հետ, չնայած որ գիրքը փորձել ենք նույնիսկ անվտանգ ձևով ստեղծել, բայց սա կարծես երկխոսություն է, որտեղ կան հարցեր երեխայի համար եւ շատ կարեւոր է, որ նաեւ ծնողը տա այն զգացումը, որ սա մի թեմա է, ինչպես եւ այլ թեմաներ, որի մասին մենք հանգիստ կարող ենք խոսել, այսինքն սա տաբու չէ։ Սա մի թեմա է, որով դու կարող ես հարցեր տալ եւ դա լրիվ նորմալ եւ բնական է։ Ես կարծում եմ, որ թե գիրքը իրականում կօգնի շատ շատերի, սիլիներես, թե նաեւ այս տեղեկությունները, որոնք որ կամաց մենք հավաքում ենք, որպեսզի պատրաստ լինենք նմանատիպ դրության ժամանակ։ Իսկ երեխաները, ինչպես գիտենք, անդադար մեզ միշտ պատրաստ են հարցեր տալ։ Այո, եւ հետո իրենք էլ են տարբեր փուլերով անցնում եւ յուրաքանչյուր փուլում երեխայի նաեւ տարիքից ելնելով գուցե ընկալումը մահվան մասին եւ հարցադրումները տարբեր լինեն եւ հենց այս մասին կուզենայինք խոսել, արդյոք երեխայի տարիքը եւ տարիքային փուլերը մահվան եւ կորստի ընկալման առումով դեր ունեն եւ փոփոխվում են այդ ընկալումները։ Միանշանակ։ Մինչև 3 տարեկան հասակը հիմնականում երեխաները չունեն այդ ընկալումը, բայց եթե ընտանիքում որևէ մեկը մահացել է, երեխաները նկատում են ընտանիքում տրամադրության փոփոխությունները եւ այդ ֆոնին կարող են դառնալ կամակոր, ավելի շատ լաց լինել, դժվար ուտել, դժվար քնել։ 3-ից 6 տարեկանում արդեն իրենք ընդհանուր առմամբ մահվան գաղափարը ընկալում են, խոսում են մահվան մասին, բայց չեն ընկալում դրա անդառնալիության մասը։ Այսինքն նախադպրոցականը մեզ կարող է ասել տատիկը մահացել է, բայց մի քանի րոպեից ասել այդտեղ մի նստի, դա տատիկի տեղն է։ Այսինքն ինքը կարծես այդ վերջնականության մասը չի ընկալում։ Եվ արդեն կրծեր դպրոցական հասակում 6-7 տարեկանին մոտ երեխան նաև մահվան անդառնալիության մասն է գիտակցում,
որը մեր կյանքի ամենադժվար գիտակցումներից մեկն է, երբ մենք բոլորս հասկացել ենք, որ մահը անխուսափելի է եւ անդառնալի, եւ հատկապես այս փուլում երեխան մի քիչ ավելի շատ հարցեր է տալու, ես էլ կմահանամ, դու էլ կմահանաս, ինչ կլինի մահից հետո ու շատ կարեւոր է, որ այս փուլում ինչ պիտի լինի, որ նորմալ է։ Դու ես մահանալու։ Կարևոր է, այո, նաև շարունակությամբ։ Շատ կարևոր է, որ ասենք ճիշտը եւ տանք որոշակի ապահովության զգացում։ Այո, բալես բնության մեջ մահը մեր կյանքի մի մասն է, այո, ես էլ եմ մահանալու, դու էլ ես մահանալու, բայց հիմնականում դա լինում է շատ ուշ, երբ մարդիկ մեծանում են, ծերանում են, հիվանդանում են եւ արի հիմա մտածենք այն մասին, որ այս պահին ես եւ դու այստեղ ենք, առողջ ենք ու կարող ենք միասին։ Ընթացքում արանքը միանգամից այդպես այ որ դու ատամներդ չմաքրես, այ որ դու այս հացիկը չուտես։ Այդքան չէի խորանա այդ պահին, այստեղ կարևոր է ասել ճիշտը, մենք չենք խափում երեխային, տալով իրեն որոշակի ապահովության զգացում, այսինքն օգնելով, որ ինքը չզգա, որ դա հենց այս պահին անպայման իրեն սպառնում է, այլ կենտրոնանա ներկայի վրա։ Եվ ի վերջո դեռահասության մասին շատ կարճ ասեմ տարիքը ամփոփելով, ըստ էության արդեն հիմնականում այս մահվան թեմաները լիովին ընկալել են, բայց դեռահասությունը քանի որ ճգնաժամային է, այդ նույն էգզիստենցիալ հարցերը, կյանքի իմաստը, մահը, ազատությունը շատ կարևոր են իրենց համար դառնում ու դեռահասներն էլ կարծես նորից վերաիմաստավորում են այս թեման։ Այսինքն այդ դեռահասության փուլի ժամանակ էլ ծնողի մասնակցությունը դեռ Այո, հաճախ կարող է ծնողի արձագանքի կարիք այստեղ լինել։ Ես հիշում եմ շատ դեպքեր, երբ որ փոքրիկ երեխաներին բուն արողակարգից հետ էին պահում, չէին թողնում որպեսզի գա, հանգուցյալին տեսնի։ Արդյոք սա ճիշտ է թե ոչ։ Նախընտրելի է այս մոտեցումը 5-6 տարեկանից փոքր երեխաներին հիմնականում խորհուրդ չի տրվում ներգրավել, քանի որ տագնապները ավելի շատ կարող են լինել, սիմվոլիկ հրաժեշտ ենք կազմակերպում եւ ներգրավում ենք արդեն հուղարկավորությանը հաջորդ հողարարողություններին, այսինքն երբ որ դիակը հանձնվել է հողին, հաջորդ արարողություններին կարող ենք ներգրավել։ Ավելի մեծ տարիքի երեխաներին նախ բացատրում ենք այդ արարողությունների իմաստը, հա, բացատրում ենք ինչ է տեղի ունենալու, ինչ է ինքը այնտեղ տեսնելու, ինչի համար է դա արվում Եվ բացատրելուց հետո հարցնում ենք ինքը կուզենա մասնակցել թե ոչ։ Եթե երեխան չի ցանկանում, որևէ դեպքում չենք ստիպում եւ արդեն հետո ենք ներգրավում իրեն, իսկ եթե երեխան ցանկանում է մասնակցել, այստեղ շատ կարեւոր է որ որևէ մեծահասակ իրեն ուղեկցի, կարճ երեխան մասնակցի այդ ընթացքում ոչ շատ երկար եւ մասնակցելուց հետո էլ իր կողքը որևէ մեծահասակ լինի, որ իր հարցերին պատասխանի, աջակցի, ցանկալի է նաեւ այդ ընթացքում կանխել այլ մեծահասակների շատ բուռն հուզական դրսևորումներ, այսինքն կարելի է ուղղակի զգուշացնել, որ մի պահ երեխան մտնելու է, խնդրել հնարավորինս զուսպ լինել, երեխային այդ պահին շատ հարցեր ու արձագանքներ չտալ, թույլ տալ, որ ինքը մտնի, արագ իր հրաժեշտը կազմակերպի եւ դուրս գա։ Հետաքրքիր է, եթե կորստի տրավմատիկ վերապրում է լինում երեխայի մոտ, դա ինչպես կարող է դրսևորվել եւ կարող են արդյոք օրինակ քողարկված դրսևորումներ լինել, որից մենք կարող ենք հասկանալ, որ երեխան կորստի ոչ առողջ վերապրում է ունեցել, այսպես ասած։ Այո, երեխաների մոտ շատ հաճախ կորստի ապրումը վիշտը հենց քողարկված, հետաձգված եւ այլ փոխակերպումների միջոցով է արտահայտվում, այսինքն երբեմն մենք ուղիղ դրսևորումներ, կարոտլաց, տխրություն կարող ենք չտեսնել, բայց տեսնել այլ դրսևորումներ, օրինակ առաջադիմության խնդիրներ, տարբեր տեսակի վախեր, տագնապներ, հասակակիցների հետ հարաբերությունների խնդիրներ, այսինքն հաճախ դա տրանսֆորմացվում է այլ խնդիրների ձևով երևում եւ արդեն հենց աշխատանքի ընթացքում ենք տեսնում, որ արմատները այստեղից են գալիս։ Նաեւ իրականում գոյություն ունի վշտի հենց պաթոլոգիկ ապրում, հա, կամ բարդեցված վշտի համախտանիշ, որը երեխաների մոտ իրականում այդքան շատ հաճախ չի հանդիպում, բայց ընդհանուր առմամբ այո, լինում է հատկապես եթե օրինակ երեխային ժամանակին չեն հայտնել մտերիմի լուրը, այսպես փորձել են ստել, այդ փաստը քողարկել, ինքը հետո պատահաբար ինչ որ տեղից է իմացել կամ տարիներ անց է իմացել, չի ստացել բավարար աջակցություն կամ միաժամանակ կարճ ժամանակում մեծ թվով տարբեր կորուստներ է ապրել, ինչպես օրինակ պատերազմական, հա, ճգնաժամային երկրներում կարող է լինել եւ այս բոլոր հանգամանքները կարող են մեծացնել այդ պաթոլոգիկ ընթացքի հավանականությունը։ Լուսնե, շնորհակալություն ձեզ, իրականում թվում է թե շատ պարզ ու հեշտ հարց է, մենք բոլորս գիտենք այս
հարցերի պատասխանները կամ այդ խնդիրների լուծումները, բայց արի ուտես, որ շատ անգամներ մենք սխալվում ենք։ Հատկապես երբ որ նորից եմ կրկնում, գալիս ու բախվում ենք նման տեսակ խնդիրների կամ հարցերին։ Շնորհակալություն ձեզ, որ դուք մեզ ասացիք առավոտը ու նման կարևոր թեմայի շուրջ նաև մեզ հետ կիսվեցիք։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ դուք, սիրելիներս, մնացեք մեզ հետ, մենք շարունակում ենք։